Անցնենք ժամանակ մնա հարցեր էլի որ հասնենք։ Ես քանի որ հարցերով ավելի կարծես լավ է ստացվում, ես շատ չեմ խոսի, այսպես ներածական մասով կթողնեմ, որ դուք ձեզ հետաքրքրող հարցերով արդեն թեման բացենք։ Նախ ուզում եմ ասել, որ 2026 թվականի բյուջեն, որը կառավարությունը հաստատել է, ըստ էության արդեն համապարփակ ապահովագրության բարեփոխման ֆինանսական կտորը հաշվարկված է եւ ներառված համար կարևոր արդեն այսպես ֆիքսում է, որ 2026 թվականից մենք սկսում ենք բարեփոխումը։ Հաջորդիվ ուրեմն մեր միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումները ամփոփված են եւ ես երեք ենք դրել իդրաֆտ համակարգում արդեն լրամշակված օրենսդրական փաթեթը։ Ես ինչու ուզեցի այսօր անպայման մեկնարկային ասուլիս անենք, որովհետև վստահ եմ, որ իդրաֆտում նոր դրված այս նախագծերի փաթեթի հետ կապված կուզեի որոշակի շեշտադրումներ նախորոք ներկայացնել, ուրեմն ձեզ ուշադրությունը գրավել, որպեսզի պարզ լինի եւ դուք էլ արդեն կարողանաք փաստաթղթերի հետ ավելի հեշտ աշխատել։ Ըստ էության մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ մենք սկսում ենք 2026 թվականից ներառելով բնակչության ուրեմն հետեւյալ խմբերը մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրությամբ համակարգ, հիմա ես որ խմբերը նշեմ, դա 2026-ին է վերաբերվում, հաջորդիվ 27-ին կավելանան եւ 28-ին։ Մինչև 18 տարեկան երեխաներն են 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Ես այս մասը ուզում եմ շեշտադրել, կարևորել եւ համարել, որ մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, ովքեր որ տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, մենք ի վերջո կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները եւ մեզ ուղղվող հիմնական պահանջների եւ կարիքների մեջ ամենամեծ ծավալը հենց այս խումբ մեր քաղաքացիներն են մեզ ներկայացնում։ Հաջորդիվ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ուրեմն նաև հաշվի առնելով գիտեք որ ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ է ձևավորվում եւ այստեղ ես նշում եմ հաշմանդամություն, բայց պիտի բոլորս ընկալու ենք որ մենք փոփոխական այս համակարգի համաձայն արդեն սոցիալական քաղաքականության համահունչ այս խմբերը եւս կներառվեն եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիները 28 եւ ավել, որը եւս փոփոխման մեջ է այս համակարգը, այստեղ էլ ուզում եմ նշել, որ գնահատման ձևաչափերը փոխվում են, պետք է այս երկու գերատեսչությունների ուրեմն կարգավորումները համահունչ դիտարկել։ Եվ ամենաայսպես առանձնահատուկ կերպով ուզում եմ խոսենք 200,000 դրամ ամսական եկամուտ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ եւ այլ եկամուտներ ունեցող անձանց խումբն է, որը 2026 թվականից ներառվելու է։ Կհիշեք նախորդիվ նախագծերի շրջանակներում մենք նշում էինք 500,000 դրամից ավել կամ 300,000 դրամից ավել, բայց հաշվարկները եւ այն ուրեմն ռեսուրսները, որ մենք կարողացանք ուրեմն ֆիքսել, մենք այս քայլը անում ենք հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներառելու առաջին փուլով։ Ես պետք է այստեղ խոսեմ նաև այն ակնկալիքի մասին, որը ըստ էության հասարակության մեջ ձևավորված է եւ ինձ վերջին 1 տարվա ընթացքում մեր քաղաքացիների կողմից ամենահաճախ տրվող հարցը, պահանջը, կարիքը դա է, որ
երբենք մենք ներառվելու, այսինքն մենք սա եւս գալով ընդառաջ մեր քաղաքացիների, աշխատող քաղաքացիների պահանջին որոշում կայացրեցինք, որ այս սանդղակը կլինի 200,000 դրամից ավել ստացողներին առաջին փուլով կներառենք ապահովագրության շրջանակներում։ Այս անձանց թիվը մոտ 190,000 է եւ այստեղ էլ ուզում եմ ասել, որ սա բավական մեծ խումբ է, որ մենք ներառում ենք հենց առաջին փուլով։ Ընդհանուր առմամբ 2026 թվականի խումբը քաղաքացիների 1,600,000 հոգու է վերաբերելու, իհարկե պետք է նշեմ եւ այստեղ ուզում եմ ուշադիր լինեք, որ ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են, պետության կողմից նաեւ 100% սուբսիդավորվող միայն այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ռեզիդենտ։ Սա շատ կարևոր նյուանս է եւ ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները նաեւ տեղյակ լինեն, որ քանի որ այս միջոցները ուղղվում են մեր բյուջետային միջոցներից, մենք սա նաեւ անպայման ամրագրել ենք, որ ռեզիդենտ լինելու կարգավիճակը, այսինքն Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում։ Ես մի երկու բառ նշեմ փաթեթի մասին եւ արժեքի եւ արդեն դուք հարցերը տաք։ Ապահովագրական փաթեթը եւս հաշվի առնելով մեր տնտեսական զարգացման տեմպերը, մեր հնարավորությունները եւ այն նկատառումը, որ պետք է մեկնարկել եւ ընթացքում ընդլայնել, մեծացնել ծառայությունների փաթեթը, առաջին փուլի համար սահմանել ենք 129,600 դրամի շրջանակներում եւ այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ եւ այս ծառայությունները հստակ կառավարության որոշմամբ սահմանվելու են։ Սա շատ կարեւոր է մեզ համար չափազանց սկզբունքային հարց է եղել, որ մենք ոչ թե ասենք ապահովագրությունը փակում է ամեն ինչ, բացի սրանից, բացի նրանից այն փոքր տառերով, որ լինում է սովորաբար պայմանագրերի մեջ, որ մարդը շփոթվի, թե ինչ է ի վերջո իրեն հասնում, մենք հակառակն ենք ֆիքսելու։ Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու եւ ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ։ Ինչպես ենք ընտրել։ Ընտրել ենք ամենամեծ հիվանդացության եւ մահացության բեռ ունեցող հիվանդությունները եւ այդ բեռը առաջնակի ներառել ենք այս փաթեթի շրջանակներում։ Այսքանը արժեք ասեցի, փաթեթը ասեցի, խմբերը ասեցի։ Այո, մենք ունենալու ենք մեկ բազային փաթեթ, որին ի լրումն շարունակելու են գործել մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող հավելյալ ծառայություններ ներառող պլյուս փաթեթները։ Այս համակարգը նաև շատ երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ կայուն է, այսինքն պետության եւ մեր դերը մարդկանց հիմնական առողջական խնդիրները լուծելու, բայց նաև հնարավորություն տալու, որ մարդիկ մասնավոր ապահովագրական փաթեթներով ունենան շատ ավելի ընդլայնած ծառայություններ, որոնք որ կարող են տրամադրել արդեն մասնավոր ընկերությունները։ Արդեն հերթով բոլորը կտակած։ Դուք նշեցիք թիվ, արդեն նստակ տարեկան 129,600։ Այսինքն ամեն աշխատողը ամսական վճարելու է 12 բաժանած։ Այո։ Իսկ գործատու մի անգամ դուք հարցերը տակ, ես ամբողջական պատասխան։ Գործատուն պարտավորում եմ, որ վճարում անել առաջի հարցը, կտրեք գոնե մի քանի ամենատարածված հիվանդությունները կամ իրադարձությունները, որոնք փաթեթի մեջ կներառվեն, եւ արդյոք հիմա